Այս պահին տաղավարում ունենք հյուր, մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի տեխնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Բաբայան, նախ կխնդրեի ձեզ որպես երևանցի, այսօր մենք զրուցեինք ամենակարևոր հարցի շուրջ։ Կարծում եք, որ այսօր ունենալով ավելի շատ թվով ընդդիմադիրներ Երևանի ավագանում, մենք արդեն ինչ որտեղ կարող ենք հանգիստ լինել Երևանի ապագայի համար եւ ունենալ այն ապագան, որը բոլոր երևանցիները սիրազում են։ Դժվարանում եմ ասել, որովհետեւ կարծում եմ հարցերը լուծվում են ոչ թե քանակով, այլ որակով։ Եթե չեմ սխալվում, անցյալ ընտրությունների ժամանակ կուսակցություններից մեկը եւս իրեն ներկայացնում էր որպես այլընտրանք կամ ընդդիմադիր եւ ուներ կարգին շատ թվով քանակով պատգամավորներ, բայց դա որևէ ձևով որևէ հարցի չէր անդրադառնում։ Իսկ քանի որ տարիքս թույլ է տալիս ինձ հիշել նաեւ 88-89 թվականները, այն ժամանակվա Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը, որտեղ 1-2 ներկայացուցիչ կար, որոնք իսկապես ընտրվել էին, թե ինչպես են իրենք փոխում ամբողջ մթնոլորտը։ Եվ այստեղ կարևորը աշխատանքն է եւ որակն է, այլ ոչ թե քանակը։ Դուք մթնոլորտի մասին խոսեցիք։ Այսօր, երբ որ թե հետևում էինք Երևանի ավագանու ընտրություններին, թե առհասարակ, երբ որ շրջում ենք քաղաքով, այդ մթնոլորտը Երևանի դուք զգում եք պահպանվել է։ Եվ տեսնում եք արդյոք, որ քաղաքական ուժերի պայքարը հանուն Երևանի մթնոլորտն էր, հանուն Երևանի էր, այլ ոչ թե հանուն քաղաքական կամ, չգիտեմ, այլ շահերի։ Մթնոլորտը շատ բարդ երևույթ է։ Շատ դժվարությամբ է ստեղծում, դժվար է դեղատոմս առաջարկել։ Բազմաթիվ բաղկացուցիչ մասերից է կազմված լավատեսություն, ներքին հարմոնիա, հանդուրժողականություն, սեր դիմացինի հանդեպ, հազար մի հարց կա, որտեղ բոլոր դեպքերում քաղաքի դեմքը դա նույնիսկ ճարտարապետությունը չէ, այլ մարդիկ են, թե ինչպիսի մթնոլորտ կա այս քաղաքում։ Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ մենք սովոր ենք ինքներս մեզ քննադատել, եւ դա լավ երևույթ է, Երևանը շարունակում է մնալ ջերմ քաղաք։ Ես դա բազմաթիվ անգամ լսել եմ բազմաթիվ հյուրերից, որ գալիս են Երևան եւ անցյալում եւ հիմա եւ առաջին հերթին նշում են այդ ջերմությունը։ Պարզ է, որ մենք չենք զարմացնում աշխարհը մեր բուտիկներով, բայց մարդկային վերաբերմունքով պատրաստականությամբ օգնելու, օժանդակելու նրան, ով դրա կարիք ունի, մենք իհարկե լավ տարբերվում ենք եւ ոչ միայն երևանցիները։ Քանի որ ես ներկայացնում եմ մի թատրոն, որը հաճախակի մեկնում է մարզեր, շրջաններ եւ դեպքեր են լինում, երբ հանգրցակի ասենք թե մեքենան ճանապարհին փչանում է։ Սա ունիկալ երևույթ է։ Սա ես չգիտեմ որտեղ կարելի է եւս տեսնել։ Ամեն մի երկրորդ մեքենան կանգ է առնում եւ մոտենում է հարցնում ինչով կարող եմ օգնել։ Այդ մշակույթը գոնե կարողանում ենք պահել։ Դե սա երևի դարերից եկող մշակույթ է, բայց կան հարցեր, որոնց վրա պետք է ամեն օր աշխատել։ Երևանը պետք է լինի մաքուր քաղաք, մաքուր ասելով ես նկատի չունեմ միայն սան մաքրում, հա։ Մաքուր ասելով ես նկատի ունեմ մարդկային հարաբերությունները, սպասարկումը, գրեհկությունը, որը պարզապես շատ խոր արմատներ է գցել, գողական հեղինակությունը, հասկացողությունը, ցանկությունը դրան կրկնօրինակել, ընդ որում բոլոր մակարդակների վրա, սկսած բակային մանկական խաղերից վերջացրած ուրեմն ազգային ժողովի խաղերով։ Չի կարծում, որ մշակույթները այստեղ իր կարևոր մասնակցությունը ունի, որովհետև մենք այդ գողական ձեր ասած ամեն ինչը նաև հետո տեսնում ենք բեմի վրա կատակերգության, գուցե կրկնօրինակելով փորձելով ծաղրել, բայց տեղափոխվում է նաև բեմ։ Չէ, ես կարծում եմ դա շատ ոնց ասեմ, շատ թույլ պատճառաբանությունը, որ մենք փորձում ենք ծաղրել։
Իրականում երբ նայում ես ծաղրողին, հասկանում ես, որ նա չի ծաղրում, այլ պարզապես իր ներքին աշխարհն է ցույց տալիս։ Սա է շատ կարևորը։ Ավելին բազմաթիվ անգամ, միգուցե դուք էլ հեռուստատեսությամբ լսել եք մեր ականավոր մշակույթի գործիչներ, ինչպես են գովաբանել, որ ժամանակին այս քրեական հեղինակությունը իրենց վրա ուշադրություն է դարձրել, իրենց պատիվ է տվել եւ այլն։ Սա մի որոշակի բուրգ է շատ մեծ։ Մեր արժեքային համակարգը կառուցվում է ոչ թե մշակույթի վրա, այլ քրեական օրենքների վրա, քրեական հարաբերությունների վրա։ Այ տեսեք, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Երևանի դեմքը ոչ այնքան ճարտարապետությունն է, շենքերն են, այլ որքան մարդիկ։ Մենք այսօր, երբ որ նայում էինք Երևանի ավագանում, ցուցակներում ովքեր են ներառված, ես կառանձնացնեմ մասնավորապես հանրապետականի ցուցակը, որովհետև այնտեղ շատ էին արվեստի ոլորտի ներկայացուցիչները։ Եվ կհիշեցնեմ նաև ձեզ, թե կոնկրետ այդ արվեստի գործիչները ինչ մտքերով էին հայտնի դառնում հետո լրատվամիջոցներում, հասարակությունում, եւ արդյոք հենց այն դեմքերն են, որոնք պետք է լինեն մեր Երևանի դեմքը։ Ես դատավոր չեմ իմ գոլեգաներին, երբևիցե նման լիազորությունի վրա ոչ վերցրել եմ, ոչ վերցնում, ոչ էլ պատրաստում եմ վերցնել։ Յուրաքանչյուրը առաջին հերթին պատասխան է տալիս իր խղճի առաջ։ Ցավոք սրտի հաճախակի նայելով իմ գոլեգաներին ես հասկանում եմ ինչ խորը ներքին ճգնաժամ են իրենք ապրում, որտեվ խոսելով անձնական զրույցների ժամանակ խոհանոցում տանը կաբինետում լրիվ մի ձևի գնահատական տալով եւ ստիպված լինելով հանրային հնչեղության ժամանակ բացարձակապես ուրիշ մտքեր արտահայտելով։ Բայց ամենամեծ պարգևը, որ մեզ տվել է Աստված, դա ընտրության իրավունքն է։ Յուրաքանչյուր ինքն է ընտրում, թե ով է նա ուզում լինել։ Եթե դու ընտրում ես այդ ճանապարհը եւ պատրաստ ես տանել քո խաչի միջև վերջ, նաև պատրաստ եղիր, որ կստանաս հանրության կողմից այն համապատասխան գնահատականը, որին դու արժանի ես, որովհետև դու ես ընտրել այդ խաչը։ Իրականում քեզ ոչ ոք չի պարտադրել, քեզ առաջարկել են։ Այ շատերը մեծ զրույցներում ասում են, որ մենք վեհ գաղափարներով ենք գնացել դրան, հանուն Երևանի, սրտացավ ենք Երևանի համար, դրա համար փորձել ենք մեր փոքրիկ լուման անգամ ներդնել դրանում։ Ես ընդհանրապես վախենում եմ վեհ գաղափարներից, վեհ գաղափարներով արդարացնում են ամենամեծ հանցագործությունները։ Պետք չի առաջնորդվել վեհ գաղափարներով։ Պետք է առաջնորդվել խղճով, պետք է առաջնորդվել սեփական խղճի թելադրանքով, պետք է առաջնորդվել նրանով, որպեսզի դու հնարավորին չափ քիչ վնաս հասցնես։ Եթե մենք մի քիչ անդրադառնանք դեպի պատմություն եւ ոչ միայն մեր երկրի, մենք կտեսնենք, որ ամենամեծ հանցագործները պատմության մեջ առաջնորդվել են վեհ գաղափարներով։ Ես վախենում եմ վեհ գաղափարներից։ Եղեք հասարակ պարզ մարդիկ եւ առաջնորդվեք շատ նորմալ սկզբունքներով, վերջ։ Այ մենք խոսեցինք Երևանի մշակույթի, կուլտուրայի, մթնոլորտի մասին։ Ես կցանկանայի, որ հենց այս մթնոլորտի մեջ նաև տեղավորեինք այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ Երևանու ավագանու ընտրությունների օրը, սկսած քաղաքապետի թեկնածու կնոջ նկատմամբ բռնությունից, վերջացած թե ինչ կերպ են առհասարակ մեզ մոտ տեղի ունենում ընտրությունները։ Այդ ձեր մտավորականի արվեստագետի սովորական առանց վեհ գաղափարներով ապրող մարդու մոտեցում այս ամենին։ Կնոջ հանդեպ եւ երեխայի հանդեպ բռնությունը, ընդհանրապես բռնությունը ոչ արդարացված ոստիկանության կողմից հերթական համապատասխանում է, որ ոստիկանությունը աշխատել չգիտի։ Յուրաքանչյուր երկրում ոստիկանությունը ստիպված է լինում կիրառել որոշակի միջոցներ, բայց պետք է սովորել դրան, եթե դրանք օրենքի սահմանում են։ Այստեղ դեռ քննարկելու է ինչքանով են դրանք եղել օրենքի սահմաններում։ Ինչ վերաբերվում է ընտրություններին, կարծում եմ այստեղ կար ուրախալի շատ մեծ հաստ, պարզվեց, որ գումարելով այս ընտրությունները եւ խորհրդարանական, պարզվեց, որ երկրում կարգին շատ փող կա։ Սա ուրախալի է։
Բայց ոչ պետության բյուջեում այդ փողը։ Դե ինչի վերջո այն մարդիկ, որոնք հիմնականում ծախսում են այս փողերը, նրանք անմիջական կապ ունեն պետական ղեկավարման մարմինների հետ։ Բայց այլ նպատակներով են այդ գումարները ծախսում։ Տվեք վերջացնել։ Ես իհարկե շատ կուզենայի, որտեվ այս 2 տարի շարունակ եւ անցած տարի եւ այս տարի կրճատում են մեր ֆինանսավորումը, ոչ միայն մեր թատրոնը, այլև արդարացնելով, որ պետությունը փող չունի։ Պետությունը շատ ավելի կարևոր հարցեր ունի լուծելու, քան ասենք թե մշակույթը, կրթությունը, առողջապահությունը ֆինանսավորել։ Հիմա պարզվում է, որոնք են այդ ավելի կարևոր հարցերը, հա, դրանք ընտրություններն են։ Նաև ընտրությունները բերեցին եւս կարծում եմ մի շատ էլի դրական ըստ արդյունքի։ Առաջընթացը կարող է ապահովել միայն այնպիսի վիճակ, երբ որ դու որպես թիրախ ընտրում ես ինքդ քեզ։ Կարողանում ես ինքդ քեզ քննադատել եւ տեսնել քո իրական դեմքը։ Երբ այդ քո բոլոր դժբախտությունների, անհաջողությունների պատճառը դու ման ես գալիս քեզնից դուրս, ասելով որ քեզ ստիպեցին, քեզ ծեծեցին, քեզ հալածեցին եւ դրա պատճառով թե չէ դու արդար ես, դու ազատամիտ ես, դու կարքին ես, բայց քո հանդեպ ձեռնարկեցին բռնություն եւ դու չկարողացար դրան ոչ մի բան հակադրել, դա արդարացում է, որը միգուցե տեղ ունի, բայց երբ որ դու արդարանում ես դրանով, որ դու պարզապես կաշառք տվող ես, որ դու ստրուկ ես, որ դու քեզնից ոչ մի բան չես ներկայացնում, այստեղ գալիս է ժամանակ իսկապես նայել հայլու մեջ եւ զբաղվել սեփական անձով։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները եւ նախորդ ընտրությունները կատարեցին շատ մի կարևոր դեր։ Չկա ի սկզբանե եւ մշտապես բարոյական հասարակություն։ Սա մի process է, որի վրա պետք է աշխատել ամեն օր։ Հակառակ դեպքում մենք ստանում ենք այն, ինչ որ մենք ստանում ենք։ Եվ կարծում եմ, որ այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես ուզում են հետագայում ավելացնել իրենց դերը մեր հասարակական կյանքում, պետք է երևի լուրջ հասկանան, որ համատեղ իշխանության դեմ պայքարի պետք է աշխատել հասարակության հետ։ Չի կարելի սևեռվել միայն ուրեմն ընդդիմություն, իշխանություն հարաբերությունների վրա եւ անտեսել հասարակությունը։ Անտեսված հասարակությունը նմանվում է մեր մոտ այն երեխային ընտանիքում, որտեղ մայր ու հայր ամբողջ օր իրար հետ լուծում են հարցեր, կռվում են թե ով է տանը կարևոր, իսկ երեխայի դաստիարակությամբ ոչ ոք չի զբաղվում։ Հետո զարմանում են, էս ինչ երեխա մեծացավ։ Էս զբաղվել եք այդ երեխայով։ Ուշադրություն դարձրել եք, թե ձեր ամբողջ խնդիրը ձեր մեջ էր։ Պարոն Բաբայան, դուք ասում եք, այդ պետք է սկսի ինքը իրենից առաջի հերթին, չէ՞։ Նոր հենց բազմաթիվ այդպիսի օրինակներ բերեցիք, անգամ ընտանիքի օրինակով։ Տեսեք, երբ որ մենք այսօր տեսնում ենք, որ իշխանության ղեկի նստած մարդիկ ինչպիսի հեռուստա հաղորդումներ են մեզ հրամցնում, ինչպիսին է առհասարակ կրթական, մշակութային իրենց ռազմավարությունը, իրենք ուզում են, որ արդյոք մենք սկսենք մտածել մեր մասին, իրենք չեն ուզում, որ մենք սկսենք մեր մասին մտածել, իրենք ստեղծում են ընտրազանգված, որը հետո կգնա ընտրություններին եւ ձայնը կտա այն ուժին, որը որ փող կտա իրեն կամ չգիտեմ որ ուժին։ Չէ՞ կարծում, որ այդ օրինակը մենք չենք տեսնում, որպեսզի դրանից ավելի լավը դառնանք։ Շատ լավ։ Հրաշալի հարց է, որտեվ կարծում չկա միանշանակ պատասխան։ Համենայնդեպս ես չեմ հավակնում բոլոր հարցերի պատասխաններ ունենալ, որտեղ միանգամից ապուշի տպավորություն, կատարել ապուշի տպավորություն չեմ ուզում թողնել, էլի։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր բան։ Իհարկե այդ ամբողջ եւ հաղորդումները եւ այդ կենցաղը, որ իրենք բան, դա իրենցն է։ Դա իրենցն է պարզ։ Եվ չեմ մտածում, որ նրանք հատուկ գիտակցաբար սերմանում են դա ժողովրդի մեջ, որպեսզի հետո հեշտ լինի նրանք պարզապես ուրիշ բան անել չեն կարող։ Հիմա այստեղ ուրիշ բան է, բայց եթե հասարակության նաև մեծամասնությունը էլի ապրում է այդ նույն արժեքային համակարգում, այդ նույն սկզբունքով, ինչպես կարելի է սա փոխել։ Եվ այստեղ գալիս է ըստ իս ամենակարևոր հարցը։ Արժեքային համակարգը, բարոյականությունը, առաջընթացը երբեք չի ապահովում մեծամասնության կամքով։
Եվ մենք գտնվում ենք այն ամենապրիմիտիվ քաղաքագիտական, հասարակական մտածելակերպի մեջ, երբ որ բոլոր հարցերը փորձում ենք լուծել մեծամասնությամբ։ Ժողովրդավարությունը դա մեծամասնության իրավունքը չէ, մեծամասնության դիկտատը չէ, դա փոքրամասնության իրավունքն է, փոքրամասնության պաշտպանվածությունն է։ Որտեղից է դա գալիս։ Գալիս է նրանից, որ այս դարերի շարունակ հասկացան, որ փոքրամասնությունն է, որ բերում է առաջընթաց, փոքրամասնությունն է, որ դա թելադրում է, եւ նա, ով որ փոքրամասնությունն այսօր, հետո գաղափարները սկսում են տարածվել եւ դառնալ մեծամասնության։ Եթե մենք մշտապես փոքրամասնությանը ճնշենք, փոքրամասնության գաղափարախոսությունը ճնշենք, արժեքային համակարգը ճնշենք, մենք մշտապես կմնանք այս վիճակի մեջ։ Մշտապես, որտեղ մենք չենք ուզում տեսնել որևէ պայթուն։ Կարծում եմ այսպես։ Այդ փոքրամասնությունը այսօր ամեն անգամ, ամեն ընտրություններից հետո գուցե հուսահատվում է, գուցե չի հուսահատվում, բայց ամենայն դեպս նաև չի տեսնում որն է հաջորդը, փակուղում է նա հայտնվում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Չեք կարծում, որ այստեղ ոչ միայն իշխանության մեղքն է, այսինքն մենք նաև չենք տեսնում լավային ընդդիմությունը, որին կարող ենք նաև հավատալ, որի հետ կարող ենք ինչ-որ հույսեր կապել, որի միջոցով կարող ենք այդ փոքրամասնությունից դառնալ մի քիչ ավելի մեծ փոքրամասնություն։ Շնորհակալություն։ Կարծում եմ, այստեղ էլի կա որոշակի հապկանք, որը օգտագործվում է եւ իշխանության եւ ընդդիմության կողմից, երբ որ ընտրության հասկացողությունը փորձում են սահմանափակել քվեարկությամբ։ Քվեարկությունը դա պարզապես մի էտապ է։ Ընտրությունը դա չդադարող process է։ Հնարավոր չէ ընտրություն կատարել 4 տարին մեկ անգամ։ Ընտրությունը կատարում է մարդ, հասարակությունը ամեն օր։ Սրա վրա պետք է սևեռվել, սրա վրա պետք է հիմնական գաղափարախոսությունը կառուցել ընդդիմության, այլ ոչ թե 4 տարի լռել, հետո հանգարցակի ստեղծվում են ինչ-որ դաշինքներ, անհասկանալ, հետո այդ դաշինքները ցրվում են, դաշինքների կարկառուն դեմքերը աշխարհով մեկ ուրեմն շրջագայում են եւ դու չես հասկանում այս բոլոր խոսքերը, որ դուք ցավում զգում եք ձեր երկրի հանդեպ, որ դուք պատրաստ եք գնալ միջև ուր կորան երկրորդ օրը։ Ուրեմն պարզվում է, որ ամենակարևորը քվեարկությունն էր, այլ ոչ թե ընտրությունը։ Ընտրությունը շատ կարևոր հարց է։ Եվ կարծում եմ մեր ամեն օրը եւ գործունեության եւ իրար հետ շփվելու պետք է ապացուցի, թե մենք ինչ ընտրություն ենք կատարում։ Հնարավոր չէ ընտրել խոզանոց եւ լինել այնտեղ մաքուր։ Հնարավոր չէ։ Եթե դու ուզում ես մաքուր մնաս, դու պետք է հրաժարվես այդ խոզանոցից։ Դու չես կարող ասել, գիտեք ինչ, ես ստիպված եմ ապրել խոզանոցում, բայց ես մաքուր կլինեմ, չես լինի։ Խոզանոցում այդպես ապրել հնարավոր չէ։ Նա ով ուզում է լինել մաքուր, նա առաջին հերթին մաքրում է իր շուրջը։ Այլ ոչ թե ասում է, հեսա կընտրենք նոր իշխանություն կգա եւ իմ տունը կմաքրի, քո տունը չի մաքրի։ Եվ այս քարոզարշավների ընթացքում, պարոն Բաբայան, մենք տեսնում ենք, որ միանգամից ակտիվ շփում բնակիչների հետ, միանգամից բոլոր քաղաքական ուժերը հիշեցին, որ վերելակները վատն են, տրանսպորտի խնդիրը չի լուծվել, մետրոյի կայարան չի ստեղծվել, աղբը լավ չի թափվում եւ այլն եւ այլն։ Դուք հավատում եք, որ մտնելով այդ 4 պատի մեջ հաջորդ օրը բոլորը, ճիշտ միայն իշխանության մասին չեմ խոսում, բոլոր այդ ավականու անդամները նորից կհիշեն այդ խնդիրների մասին։ Կհանդիպեն բնակիչներին։ Լավ օրինակ բերեցիք, մի օրինակ ես բերեմ, երբ ես նոր եմ ընդունվել թատրոնում կար մանկավարժ։ Եվ երբ երեխաները աղմկում էին ներկայացման ժամանակ, նա իրենց ասում էր. «Երեխեք ջան, մի քիչ էլ համբերեք, հեսա ներկայացումը վերջանում է»։ Այն մոտ այնպիսի տպավորություն է այս ընտրությունների ժամանակ։ Մի քիչ էլ համբերեք, հեսա քվեարկությունը վերջանում է ու մենք այլևս այդ հարցերին չենք անդրադառնա։ Այդպես չի։ Եկեք տանք որակ, եկեք իսկապես ցույց տանք, որ մենք այդ հարցերով մտահոգված ենք ոչ թե ընտրություններից առաջ, ոչ թե որտեղ ակնկալում ենք քվեարկության որոշակի պահանջներ։ Նույն ավականին քաղաքապետարանում անկախ նրանից, ինչքանի հոգով է ներկայացված ընդդիմությունը, այդ բոլոր հարցերը կարող է պահել ամեն օրվա ուշադրության մեջ։ Վերելակները փոխվելու են, տաքսիները փոխվելու են, այդ երթուղայինները, հա, բանը կամիկաձեների գազերները, ինչպես ասում էր պարոն Նիկոլ Փաշինյանը։
Բոլորը ոչ միայն գազելները, ես նկատում եւ Երևանի տաքսիները։ Մենք գլուխ ենք գովում, որ Երևանում ամենաէժան տաքսին է ամբողջ աշխարհում եւ ամենաայլանդակը։ Խոզանոց է։ Ծխող, հոտ հանող վարորդներով, հետո բուրող կներեք։ Պարոն Բաբայան, եւ ամփոփելով մեր զրույցը, տեսեք, ընդդիմության ներկայացուցիչներից մեկը ասել է, որ քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, մյուսն էլ Ելք-Դաշինքից ասում է, մենք էլ փորձելու ենք այդ ընթացքում երևանցիների կյանքը դրախտ դարձնել։ Այդ դժոխքի եւ դրախտի արանքում երևանցիների վերջո ինչպեսի Երևանում կլինեն։ Ես կարծում եմ ընդհանրապես որևէ մեկի կյանքը դժոխք դարձնել պետք չի։ Եվ դու որևէ մեկի կյանքը դժոխք ես դարձնում, դու ինքդ հայտնվում ես դժոխքում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչպես կարելի է լինել երջանիկ, երբ որ դիմացինը դժբախտ է։ Մենք պետք է փորձենք մեր սեփական երջանկությունը կառուցել դիմացինի երջանկությունը։ Մենք ունենք հոյակապ օրինակ, հա, մեր իշխանավոր բազմաթիվ մեծահարուստների եւ այլն։ Իրենց թվում է, որ իրենք իրենց կյանքը դարձրել են դրախտ։ Իրականում դա դժոխք է։ Երբ քեզ անիծում են ամեն օր, երբ որ դու փախչում ես կամերայից, լրագրողից, խայտարակ պատկեր ընդունելով, դա դրախտ չէ։ Ինչքան էլ դու հետո չխմես, սաունա չգնաս, Դուբայում չհանգստանաս կամ Փարիզում տասնյակ օրերով ման գաս, թե որտեղ է գտնվում Նոտրդամը։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բաբայան, շատ ուրախ եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես լավատեսական, այո, վերջում։ Ես հիշեցնեմ, զրուցում է Երևանի տեխնիկային Հովհաննես Թումանյանի անվան տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։